Առնվազն $10 միլիարդ կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է արբանյակային լայնաշերտ ինտերնետ կապի ապահովմամբ զբաղվող AST SpaceMobile ընկերությունը, որի բաժնետոմսերը անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 35.2%-ով։ Հաջորդը Venture Global-ն է։ Հեղուկ բնական գազի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ամերիկյան ընկերության բաժնետոմսերը անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 31.5%-ով։ Եռյակը եզրափակում է Yandex-ից առանձնացած ենթակառուցվածքային եւ անպայն ծառայություններ մատուցող Nibius Group NV ընկերությունը 31.3% աճով։ Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է Lululemon Athletica ընկերությունը։ Սպորտային հագուստի եւ աքսեսուարների արտադրությամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերի գինը մեկ շաբաթում նվազել է 16.2%-ով։ Հաջորդը Brown-Forman Corporation-ն է, ալկոհոլային խմիչքների, օրինակ Jack Daniels-ի արտադրությամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 15.6%-ով։ Եռյակը եզրափակում է էլեկտրոնային ստորագրության եւ թվային գործարքների կառավարման լուծումներ առաջարկող DocuSign ընկերությունը, որի բաժնետոմսերի գինը նվազել է 15%-ով։ ԱՄՆ ֆոնդային շուկան նախորդ շաբաթն ավարտել է աճով, բոլոր 3 հիմնական ինդեքսները գրանցել են զգալի աճ։ S&P 500-ը աճել է 1.5%-ով, Dow Jones-ը 1.17%-ով, իսկ տեխնոլոգիական բաժնետոմսերով հագեցած Nasdaq-ը 2.18%-ով։ Ներդրողներին տնտեսության նկատմամբ վստահություն են ներշնչել աշխատաշուկայի սպասվածից ավելի լավ տվյալները, որոնք նվազեցրել են ռեցեսիայի մտավախությունները, իսկ դաշնային պաուստային համակարգի վրա թուլացել է ճնշումը, վերաֆինանսավորման տոկոսադրույքը շուտապույտ նվազեցնելու հարցում։ Շուկայի աճին նպաստել է նաև տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի աճը, ինչպես նաև ԱՄՆ-Չինաստան առևտրային նոր բանակցությունների հույսերը։ Ամերիկյան ֆոնդային շուկայի մասնակիցներն ավելի լավատես են դառնում։ Խոշոր բրոքերային ընկերությունները Barclays-ը եւ Deutsche Bank-ը բարձրացրել են S&P 500 ինդեքսի տարեվերջյան իրենց կանխատեսվող արժեքը։ Սա հիմնականում պայմանավորված է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջև առևտրային լարվածության մեղմացմամբ։ Որոշ ընկերություններ նաեւ նվազեցրել են ռեցեսիայի հավանականությունը։ Goldman Sachs-ը այն գնահատում է 35%, իսկ Barclays-ը ընդհանրապես նման ռիսկ չի տեսնում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իլոն Մասկի միջև լարվածությունը էական ազդեցություն է ունեցել Տեսլայի բաժնետոմսերի վրա։ Անցած շաբաթ դրանք նվազել են ավելի քան 14%-ով, ինչի հետևանքով ընկերությունը իր շուկայական արժեքից $152 միլիարդ է կորցրել։ Ավելի ուշ Տեսլայի բաժնետոմսերը մի փոքր մոտ 4%-ով վերականգնվել են։ Լարվածությունը սկսվել էր այն բանից հետո, երբ Իլոն Մասկը քննադատել էր Թրամփի հարկային փոփոխությունները, որոնցով առաջարկվում էր դադարեցնել էլեկտրական մեքենաներին պետական աջակցությունը մինչև 2025-ի վերջը։ Թրամփը սպառնացել էր կրճատել պետական պայմանագրերը Մասկի ընկերությունների, այդ թվում SpaceX-ի հետ։ Վերլուծաբանների կարծիքով այս հակասությունը կարող է լուրջ վնաս հասցնել Տեսլայի բրենդին, որի բաժնետոմսերը այս տարի արդեն նվազել են գրեթե 27%-ով։ Եվրոպական ֆոնդային շուկաները երկրորդ շաբաթն անընդմեջ աճ են ունեցել։ Համաեվրոպական Stoxx 600 ինդեքսը անցած շաբաթ աճել է 0.6%-ով։ Գլխավոր խթանները նույնն են, ինչ ԱՄՆ ֆոնդային շուկաների դեպքում՝ ամերիկյան աշխատաշուկայի սպասվածից ավելի լավ տվյալները, ինչպես նաև ԱՄՆ-Չինաստան առևտրային լարվածության որոշ թուլացումը։ ԱՄՆ բաժնետոմսերի ֆոնդերից ներդրողները շարունակում են գումար դուրս բերել արդեն երրորդ շաբաթն անընդմեջ։ Պատճառը ԱՄՆ առևտրային քաղաքականության շուրջ անորոշությունն է։ Միայն այս շաբաթ այս ֆոնդերից դուրս է բերվել շուրջ $7.4 միլիարդ։ Եվրոպական բաժնետոմսերի ֆոնդերը ընդհակառակը մոտ $2.7 միլիարդ ներհոսք են գրանցել։ Ներդրողներին լավատեսություն են ներշնչել Եվրամիության տարածքում գնաճի նվազումը եւ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սպասվող վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը։ Պարտատոմսերի ֆոնդերը շարունակել են գրավել ներդրումներ։ Պարտատոմսերի համաշխարհային ֆոնդերը գրանցել են 16.17 միլիարդ ներհոսք։ Hedge ֆոնդերը մայիս ամիսը փակել են շահույթով JP Morgan-ի տվյալներով hedge ֆոնդերի միջին շահույթը կազմել է 3%։ Խոշոր խաղացողներից Millennium-ի եւ Baleas-ի շահույթը ամսվա ընթացքում աճել է ավելի քան 1%-ով, իսկ AQR կապիտալի որոշ ուղղություններ շուրջ 2.4%-ով։
Broadcom-ի բաժնետոմսերը անցած ուրբաթ նվազել են ավելի քան 3%-ով, չնայած ընկերության եկամտային կանխատեսումը ավելի բարձր էր, քան ենթադրում էին վերլուծաբանները։ Չիպ արտադրող Հսկան, որը արհեստական բանականության համար նախատեսված չիպեր է մատակարարում Apple-ին եւ Samsung-ին, չնայած արհեստական բանականության շուկայի բարձր պահանջարկին, խոցելի է դարձել նախագահ Թրամփի փոփոխական առևտրային քաղաքականության եւ արտահանման սահմանափակումների նկատմամբ։ Այս տարի Broadcom-ի բաժնետոմսերը աճել են մոտ 12%-ով, սակայն այժմ ընկնում են սպասվածից ավելի համեստ աճի պատճառով։ ԱՄՆ-ում աշխատատեղերի աճը մայիսին դանդաղել է պայմանավորված նախագահ Թրամփի մաքսատուրքային քաղաքականության շուրջ շարունակվող անորոշությամբ։ Մայիս ամսվա ընթացքում ստեղծվել է 139,000 նոր աշխատատեղ, ինչը զգալիորեն պակաս է մարտի եւ ապրիլի նախնական տվյալների համեմատ։ Գործազրկության մակարդակը մնացել է անփոփոխ 4.2%, աշխատավարձերը սակայն մայիսին աճել են 0.4%-ով, ինչը վկայում է աշխատաշուկայի կայունության մասին։ Եվրոպական կենտրոնական բանկը վերջին 1 տարվա ընթացքում արդեն 8-րդ անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, հաստատելով, որ եվրագոտու գնաճը վերահսկողության տակ է։ Բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2.25%-ից հասցրել է 2%-ի, այն անվանելով չեզոք մակարդակ, որը ոչ խթանում, ոչ էլ խոչընդոտում է տնտեսությունը։ Այս որոշումը կայացվել է ԱՄՆ-ի հետ հնարավոր առևտրային պատերազմի վտանգի պայմաններում, որը արդեն բացասաբար է անդրադառնում բիզնես ներդրումների եւ արտահանման վրա։ Հետաքրքրված եք ներդրումներով, բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։ Apricot Capital-ը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից։